Ողջույն։ Ատոմային էլեկտրակայանի հարևանությամբ ապրելը կարող է այնքան էլ անվտանգ չլինել առողջության համար, որքան երկար ժամանակ համարվում էր։ Համենայն դեպս այսպիսի եզրակացության է եկել հետազոտողների խումբը վերլուծելով քաղցկեղից մահացության վիճակագրությունը ԱՄՆ ողջ տարածքում։ Գիտնականներն ուսումնասիրել են գրեթե 2 տասնամյակի ընթացքում ԱՄՆ օկրուգների տվյալներն ու հայտնաբերել հետաքրքիր օրինաչափություն, որքան մոտ է բնակավայրը գործող ատոմային էլեկտրակայանին, այնքան բարձր է մահացությունն ուռուցքային հիվանդություններից։ Աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում։ Այսօր ատոմային էներգետիկան մնում է համաշխարհային էլեկտրաէներգետիկայի առանցքային ճյուղերից մեկը։ Այն տարեկան արտադրում է ավելի քան 2600 տերավատ ժամ էներգիա, համաշխարհային արտադրության մոտ 9%-ը։ 2023 թվականի դրությամբ աշխարհում գործում էր մոտ 440 միջուկային ռեակտոր, մոտ 390 գիգավատ ընդհանուր հզորությամբ։ Եվս մոտ 60 ռեակտոր կառուցվում է, իսկ ավելի քան 100-ը գտնվում են պլանավորման փուլում։ Բնականոն շահագործման դեպքում ատոմակայանները համարվում են հարաբերականորեն անվտանգ, սակայն մարդկանց առողջության վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ իրական երկարաժամկետ տվյալները մնում են սահմանափակ ու երբեմն տալիս են հակասական արդյունքներ։ Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի հետազոտողների թիմը որոշել է ուսումնասիրել այս հարցը մեծ վիճակագրական տվյալների հիման վրա։ Գիտնականները հաշվարկել են ատոմակայանների այսպես կոչված մոտիկությունը ԱՄՆ յուրաքանչյուր օկրուգի համար։ Դրա համար նրանք հաշվի են առել հեռավորությունը բոլոր էլեկտրակայաններից 200 կիլոմետր շարաբողով ու հաշվարկել հատուկ ցուցանիշ, որը դառնում է ավելի բարձր, եթե մոտակայքում կայաններն ավելի շատ են կամ դրանք ավելի մոտ են տեղակայված։ Այնուհետև հետազոտողներն այս քարտեզը համադրել են 35 տարեկանից սկսած տարբեր տարիքային խմբերում ուռուցքային հիվանդություններից մահացության վիճակագրության հետ։ Վերլուծության ժամանակ նրանք փորձել են հաշվի առնել բազմաթիվ գործոններ, որոնք կարող են աղավաղել արդյունքները։ Միջին ջերմաստիճանն ու խոնավությունը, բնակչության եկամուտների եւ կրթության մակարդակը, էթնիկ կազմը, ծխելու տարածվածությունը, մարմնի զանգվածի միջին ինդեքսն ու անգամ հեռավորությունը մոտակա հիվանդանոցներից։ Բոլոր ճշգրտումներից հետո անգամ կապը մնում է նկատելի։ Բոլոր տարիքային խմբերում քաղցկեղից մահացությունն աստիճանաբար աճում է ատոմային էլեկտրակայաններին մոտենալուն զուգընթաց։ Ամենաքիչ մահացությունը 35-ից 44 տարեկան մարդկանց մոտ է։ Տարիքի հետ ազդեցությունը դառնում է ավելի ընդգծված ու առավելագույնի է հասնում 55-ից 64 տարեկան կանանց եւ 65-ից 74 տարեկան տղամարդկանց մոտ։ Աշխատանքի հեղինակների գնահատականներով դիտարկումների ժամանակահատվածում ատոմակայանների մոտիկությունը կարող էր կապված լինել ԱՄՆ-ում ուռուցքային հիվանդություններից ավելի քան 115,000 մահվան հետ, ինչը կազմում է տարեկան մոտ 6400 դեպք։ Մահերի ամենափոքր քանակը բաժին է ընկնում 35-ից 44 տարեկաններին, ամենամեծը 65-ից 74 տարեկային խմբին։ Կայաններից հեռավորության կրճատման զուգընթաց ռիսկն աճում է աստիճանաբար։ Հարաբերական ռիսկի առավելագույն արժեքները նկատվում են 65-ից 74 տարեկանների մոտ, 1,19 կանանց ու 1,20 տղամարդկանց համար։ Վիճակագրական մոդելի լրացուցիչ ստուգումները հաստատել են այս արդյունքի կայունությունը։ Հետազոտողներն ընդգծում են, խոսքը հենց վիճակագրական կապի մասին է, ոչ թե պատճառի ուղիղ ապացույցի, սակայն ստացված տվյալները ցույց են տալիս, որ բնակչության առողջության վրա ատոմային էլեկտրակայանների հնարավոր ազդեցությունն ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Հանրային առողջապահության տեսանկյունից ռիսկի նույնիսկ փոքր աճը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, երբ խոսքը նման օբյեկտների մոտ ապրող միլիոնավոր մարդկանց մասին է։ Երբեմն հոգեկան առողջությունը պահպանելու ամենապարզ միջոցը պարզապես տանից դուրս գալն է, զբոսնել այգում, նայել ծառերին կամ նույնիսկ զբաղվել այգեգործությամբ։ Այսպիսի եզրակացության է եկել հետազոտողների միջազգային խումբը, որը վերլուծել է բնության եւ հոգեկան առողջության կապի վերաբերյալ հարյուրավոր գիտական աշխատություններ։ Գիտնականները վաղուց են կասկածում, որ կլիմայական փոփոխությունները կարող են ազդել ոչ միայն էկոլոգիայի, այլև մարդկանց հոգեկան առողջության վրա։ Բնական աղետները, ծայրահեղ շոկը, երաշտները, ջրհեղեղներն ու օդի աղտոտվածությունը բարձրացնում են սթրեսի մակարդակը եւ կարող են նպաստել հոգեկան խանգարումների զարգացմանը։ Դա հատկապես նկատելի է ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ մարդիկ շատ ավելի շատ են կախված բնական միջավայրից։ Սակայն բաց է մնում հարցը, որ միջոցներն են իսկապես օգնում մեղմել այս հոգեբանական ազդեցությունը։ Դա պարզելու համար Բերլինի Շարիտե բժշկական ինստիտուտի հետազոտողներն անցկացրել են այսպես կոչված հովանոցային վերլուծություն, գիտական վերլուծության ամենամասշտաբային ֆորմատներից մեկը։ Նրանք միավորել են 28 սիստեմատիկ վերլուծության եւ մետավերլուծությունների արդյունքները, որոնք գումարային ներառում են 344 առանձին հետազոտությունների տվյալներ։ Այս աշխատությունների մի մասն ուսումնասիրել է հոգեբանական եւ հոգեբուժական միջամտություններն ուղղված կլիմայական գործոնների հետևանքներին, օրինակ փոթորիկներից, ջրհեղեղներից կամ ծայրահեղ շոկի ժամանակաշրջաններից հետո առաջացած սթրեսին։ Բայց հետազոտությունների մեծ մասը դիտարկել է շատ ավելի պարզ մի բան՝ մարդու փոխազդեցությունը բնության հետ։ Խոսքը կանաչ գոտիներում զբոսանքի, մաքուր օդին, ֆիզիկական վարժությունների, այգեգործության ու անգամ բնության տեսարանների վիրտուալ դիտման մասին է։ Արդյունքները բավական
բավականին հետևողական են։ Բնության հետ շփումը կապված է լարվածության, հոգնածության, շփոթվածության եւ բացասական էմոցիաների նվազման հետ։ Միաժամանակ մարդկանց մոտ ավելի հաճախ են նկատվել դրական էմոցիաներ, առողջության զգացում եւ բարեկեցության ընդհանուր զգացողություն։ Հեղինակների գնահատմամբ այս եզրակացությունների հավաստիությունը գտնվում է չափավոր մակարդակի վրա, այսինքն ազդեցությունը հաստատվում է բավականաչափ մեծ քանակությամբ, տվյալներով, թեև հետազոտությունները դեռ շարունակվում են։ Հետաքրքիր է, որ բնության ազդեցությունը կարող է կախված լինել նաև շրջակա միջավայրից։ Վիճակագրական մոդելներում պարզվել է, որ ազդեցությունն ավելի թույլ է այն վայրերում, որտեղ ավելի քիչ են ծառերն ու կանաչ տարածքները։ Այն նաև որոշ չափով նվազում է ավելի տարեց մարդկանց մոտ։ Իսկ ահա մասնագիտացված հոգեբանական միջամտությունների արդյունքները, որոնք ուղղված են կլիմայական գործոնների հետևանքներին, օրինակ բնական աղետներից հետո աջակցության ծրագրերը շատ ավելի անորոշ են։ Դրանց արդյունավետության վերաբերյալ տվյալներն առայժմ սահմանափակ են, իսկ հավաստիության մակարդակը գնահատվել է ցածր կամ շատ ցածր։ Այլ կերպ ասած, կլիմայական փոփոխությունների համատեքստում հոգեբանական օգնության բարդ ծրագրերը դեռ բավարար չափով ուսումնասիրված չեն։ Իսկ ահա ավելի պարզ գործոնը մարդու կանոնավոր շփումը բնության հետ արդեն բավականին վստահ կերպով կապված է հոգեբանական վիճակի բարելավման հետ։ Աշխատանքի հեղինակների կարծիքով այս արդյունքները կարող են օգտակար լինել հանրային առողջապահության երկարաժամկետ ռազմավարությունների մշակման համար։ Երբեմն կանխարգելումը կարող է սկսվել ոչ թե հոգեթերապևտի աշխատասենյակից, այլ զբոսայգուց, այգուց կամ տանը մոտ ցանկացած կանաչ գոտուց։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Արդյոք կոմունիզմը գիտություն է? Իհարկե ոչ։ Գիտություն լիներ սկզբում կփորձարկեին մկների վրա։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։